Այսօր դուք եւս մասնակցում եք ակցիային, կներկայացնեք մի փոքր պահանջը որն է, քանի որ քաղաքացիներից շատերը չգիտեն ինչի համար են մարդիկ այս պահին դատախազության դիմաց գտնվում։ Լավ, մենք արդեն Երևանից այստեղ ակցիա ենք իրականացնում, հերթափոխով իհարկե, ոմանք մի քիչ, ոմանք ավելի երկար մնում են այստեղ մինչև ուշ երեկո։ Ու որ ասեմ պահանջը մեծ ակնկալիքներ չունենք, պահանջը կապված է Դավիթ Մինասյանի ազատ արձակվելու հետ, բայց մեծ ակնկալիքներ իհարկե չունենք, բայց ուղղակի նստել ու լռել հնարավոր չի, պետք է ցույց տանք մեր անհամաձայնությունը դեպքի հետ կապված, որտեղ հանիրավի վերցրել են ու նենց պատիժ են արել, որը որ անհամաչափ է իր արարքի նկատմամբ, գուցե կարելի է տարբեր ինչ-որ պատիժներ, օրինակ այն տնային կալանք ամենաետելաբաց կամ կարող էին օրինակ ժամային գրաֆիկ սահմանել, այդ երեխան իրակրթվելու իրավունքից հետ չզրվեր, գնալ գոնե դպրոց հետ գար։ Այսինքն, բայց եթե իրանք ասում են, որ սա Ստալինն է, ներս մտել ուրեմն այդպես է, հա, եթե ընդունենք, որ Ստալինն է եղել, գուցե լրիվել իրավաչափ մի հատ է թող աքսորեն, մեզ էլ թող այստեղից վերցնեն աքսորեն, բայց իրանք ամբողջ օրը խոսում են ժողովրդավարությունից, սրտիկներն ուղարկում են, սիրում ենք բոլորին, ում են սիրում։ Օրինակ Դավիթ Մինասյանին չեն սիրում, ինչ չեն սիրում, այստեղ հավաքվածներին չեն սիրում։ Այսինքն այստեղ խոսել մի բանից, բայց անել հակառակ մի բան, խոսել ամբողջ օր իրավունքների պաշտպանությունից, բայց երեխային զրկել աղոթքի իրավունքից։ Երեխա եմ ասում, որտեղ 18 տարեկանը հասուն մարդ չէ, էլի, որ այսպես լրիվ բան վերաբերվենք։ Զրկել լավ երիտասարդի աղոթքի իրավունքից եկեղեցում, հիմա զրկեն կրթվելու իրավունքից, ինչի համար, որ ինքը փորձել է պաշտպանել իր իրավունքները։ Իսկ չէ կարծում, հնարավորություն կա, որ դատախազությունը արձագանքի է սա։ Ես մեծ ակնկալիքներ չունեմ։ Այստեղ ինձ թվում է այն մի ակցիա իրականացման նորից մի բողոք դիմում ներկայացնում ու ինձ թվում է դարակներում իրանց մոտ արդեն ստեղ չկա դրանց, ոչ մի բանին էլ ժամանակի ընթացքում ինչ որ արձագանք բան չեն տվել, բայց պետք է լինի, կգա ժամանակ այդ բոլորը վեր կհանվեն ու ինձ թվում է ոչ մեկ չի փախնելու պատասխանատվությունից։